Լավ, հարի երեգոց եզի նևնական աղոտքով սկսի Օրտնյալ դեր մեր Իսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերգինս ես սուրբ եղիցի անունքով Եղես է արքայություն քո եղիցին կամ քո որպես հերգինս եւ երկրի ըզհաց մեր հանաբազոր դու մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մենք թողում մերոնց բարդավանած եւ մի դանիլս մեզի փորձություն այլ բրդյազ մեզի չարեն Զիկոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն ըսպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջիկո ամենայն ժամ իչար խորհրդոց իբանից եւ իգործոց բրդյազ մեզ եւ ողորմյան հո արարածոց եւ մեզ բազմամեղածս ամեն հրամեցեք Ինչպես իմաստություն հոր Հիսուս աղոտքի ժամանակսինք, որպեսի ամեն ժամանակ փարին խորհինք, փարին խոսինք եւ փարին գործենք, նույնպես այս շարականի երկեցողությունը մեր այսօրվան նույն աղոտ խնդրանք մաղթանքով է, որ մեզի կներկայացվի ամենայն ժամ աղաչանք իմ այս են իմ եղած իմոց սուրբ արազիստեր, որ կնշանակե ամեն վարդյան, ամեն ժամանակ այս է իմ աղաչանքս, որ զիս սրբես մեղքեն և սուրբ ընեզիս ով ասված։ Եվ ինչու ամեն ժամանակ է, որ նույն այս խնդրանքը կներկայացվի, որովհետև ամեն ժամանակի մեր մտքերեն գրնան անցնի, խորհուրդով, խոսքով կամ գործով, այնպիսի մտածումներ, խորհուրդներ, խոսքեր, գործեր, որոնք մեզ գրնան առաջնորդել մեղքի, գամա թե ագամա, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Եվ ադոր ամարան մնայուն պաշտպանությունն է, որ կխնդրվի, մնայուն ողորմությունն է, որ կխնդրվի Աստուծո մե, որը սերոմար ով դեր ամեն ժամանակի, որտեղ հաջող այնպիսի վիճակներում մեջ կլանք, ու կան գերգսենք չանդրադարձանք մենք, չգիտակցությունը չունեցանք, չգիտանք, որ այսպիսի բաներ կրնան բադայի։ Ուրեմն կնշանակե ըլլալեն հետո ոչ թե կարելի չէ խնդրելը ողորմություն Աստուծո, բայց ուր է, երբ որ սկիզբեն մնայուն պաշտպանությունը կխնդրեմ Աստուծո մեն, որ կնշանակե ինչ մեղք կա, որ եթե պիտի գործեն, այդ մեղքը թող որ լա նվազագույն մեղքը, ամենափոքր ճնչին տեսակը տարբերակը, որովհետև արդեն իսկ Պետրոս Արաքյալի բացատրությամբ չարը, որ արույցի պես կսե գմռնչե, շուրջս կդառնա, միշտ կփնտրե ինչպես իր որսը պիտի գլե, որքան առավել ևս տագավին, եթե գուզեք Քրիստոս արիթոմը պիտի սեր նույն Պետրոս Արաքյալի, ըսելու համար թե ցեզի համար աղոթեցի, որովհետև կսե չարը սատանան ցեզ սորենի հադիկի պես պիտի աղա, գիտեք սորենի հադիկը գաղան, երկու մեծ քարերու ծանրության մեջ, սորենի հադիկը պատկերացուցեք և այդ երկու քարերու ծանրությունը, որ կնմանցնե Քրիստոս մեր վիճակը, որպես սորենի հադիկ, երբ որ փորձության մեջով կանցնենք, պատկերացուցեք այդ ծանր քարերն են, բայց որպեսզի չհուսահատենք այս վիճակներեն, և չսենք մենք ինչպես պիտի դոգանք այս բոլորի մեջ, ադոր համար Քրիստոսը սկիզբեն եկավ և ասավ, ես ցեզի համար աղոթեցի, որպեսզի այդ վիճակներուն նույնիսկ եթե անցնիկ, գարենակ նաև հաղթական դուրս գալ իր առաջնորդությամբ։ Անորամարան մեր աղոթքն է այսօրվան, որ համենայն ժամ աղաչանք իմ այս են, իմ եղած իմոց սուրբ արազիստեր։ Համենայն ժամ աղաչանք իմ այս են, իմ եղած իմոց սուրբ արազիստեր։ Համենայն ժամ աղաչանք իմ այս են, իմ եղած իմոց սուրբ արազիստեր։ Ամենայն ժամ աղաչանք իմ այս են, իմ եղած իմոց սուրբ արազիստեր։ Ամենայն ժամ աղաչանք իմ այս են, իմ եղած իմոց
քեզ կբարձրացնենք ով Աստված, որովհետև դու ես մեր լույսն ու կյանքը, ողողե մեր միտքը քու լույսովդ, որ կարող ըլլանք քեզ ներկայացնել աշխարհի մեջ։ Գաբե մեր կյանքը քու կյանքիդ հետ, որ քեզ մեզ զորություն առնենք եւ այնպես ապրենք, որ մարդիկ մեզ տեսնելով ու սուրբ անունդ փառավորենք։ Ամեն։ Սուրբ Աստված, սուրբ Հզոր, սուրբ և անմար, որ արյար իմերելոց, ողոր միամետ, սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմար, որ արյար իմերելոց, ողոր միամետ, սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմար, որ արյար իմերելոց, ողոր միամետ։ Փրկելս մեզ ի փորձութենե և ամենայն մտանքից մերոց, և ևս խաղաղությանս Տեր աղաչեսու, վասն լսելի լինելով դյարն Աստուծո ցանի աղաչանած մերոց, բարեխոսությամբ սուրբ Աստվածածնին, և իջանելով ի վերամերձ ողորմության և քրտության դյարն Աստուծո, ամենակալ Տեր Աստված մեր գեցո և ողորմյա, Դեր ողորմյա, Դեր ողորմյա, Դեր ողորմյա, ով երկնավոր Հայր, քու ողորմությամբ և քրտությամբ նայիր մեզ մեր յուրաքանչյուրին, խոնարեցուր ականջդ և լսե մեր աղաչանքը, որ համենայն ժամ այս է իմ աղաչանքս, իմ եղած իմ մոտ սուրբ առազիստեր։ Ինչպես դու ինքդ սուրբ ես և գանչած ես յուրաքանչյուրս այդ սրբության կոչումին, սրբե մեզ, մաքրե մեզ, նորոգե մեզ և քու պաշտպանությամբ նաև առաջնորդե մեզ Էր այս երկրավոր կյանքի ընթացքին։ Քու լույսովդ լուսավոր է մեր միտքը, մեր հոգին, մեր ամբողջ էությունը, որպեսզի մեր ճանապարհը լուսավորված կարենանք առաջնորդվի հասնելու մինչև այն խոստացված ժառանգությունը, որ հավիտենական կյանքն է։ Բայց դու գիտես մեր գազմվածքը, որ հողեղենենք, ու մանավանդ այս երկրավոր կյանքի ընթացքին Կան փորձություններ, պիտի ըլլան փորձություններ, որոնց մասին սկիզբենը սիր և խոսեցար քո աշակերտներուդ, բայց նաև վստահեցուցի լսելով մի վախնակ, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այդ վստահությունը անգամը ևս դուր այսօր նաև մեզ մեր յուրաքանչյուրին, որպեսզի քեզմով զորացած, քեզմով առաջնորդված, ինչպիսի դժվարություններու մեջով որ անցնենք, Պիտի չվախնանք, որտեղ քու ցուբդ և քու կավազանդ է, որ մեզ կառաջնորդի։ Անոր համար գաղութենք և կխնդրենք քեզ մեր, որ խոնարեցնես քո ականջդ, լսես մեր աղոթքը, մեր աղաչանքը, մեր խնդրանքը, և քո հայրական սիրովդ և հոգածությամբ նայիս յուրաքանչյուրս։ Այս այդով նաև գաղութենք և կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք իրենց աղոթքը կբարձրացնեն և քու ողորմությունդ կխնդրեն,
բժշկություն կխնդրեն, առողջություն, գործի հաջողություն, ճամփորդած ապահով հասնին, ուր որ պիտի ճամփորդեն, ընտանիքներու ամերաշխություն, սերմիություն, բայց ամենակարևորը հոգիներու փրկություն, մեղքերու քավություն եւ թողություն, որուն համար աշխարհ գրգեցիր ու միածին որդիդ, մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, մեղքերու քավության եւ թողության համար։ Լսեմ մեր աղոթքը եւ խնդրանքը բոլոր անոնց, որոնք իրենց ծնողին, իրենց զավակներուն, իրենց հարազատներուն համար աղոթքը բարձրացնեն։ Նաեւ գաղութենք մեր այսօրվան սերտողության համար, որ իմաստություն դա յուրաքանչյուրիս։ Խոսողին, լսողին, փանաս մեր մտքերը, մեր ականջները, մեր ամբողջ էությունը պատրաստես, որպես ինչ որ պիտի լսենք այսօր, մեր հոգիներու սնունդի համար լա։ Ինչ որ պիտի լսենք պատկաններ, թող որ անով աճինք հոգևորապես, ու մանավանդ պատրաստ լանք, ու երկրորդ կառույցի դիմավորության։ Դուր մեզի շնորհքը նաև, որպեսզի երկնային ու ոգեղեն էակներուն հետ ու սուրբ անունդ փառավորեն գսելով սուրբ, սուրբ, սուրբ Տեր զորությանց լի են երկինք եւ երկիր բարոք։ Եկու ողորմությունդ խնդրելով գսենք Oh
Հարի երեգո բոլորիդ, հարի հիշադակի օրը լա, Happy Memorial Day գսեն, և նաև գողջունենք ծեր անունով, բոլոր անոնց, որոնք համացանցի վրայով նաև կհետևին այս սերդողության։ Եվ ինչպես մեր աղոտքի մեջ հիշեցինք նաև, որ այս սերդողությունները լան իրավես արիտ, ինչպես միշտ կսեմ, այսօր ալ դգրտնեմ, բարձավես դեղեկություն, կինություն ունենալու համար չէ։ Այլ այս սերդողությունները նաև լան օգտագար մեր հոգիներու պատրաստության, մեր հոգիներու սնունդի և մեր հոգիներու աճման, մեծնալու։ Ինչպես Պողոս Արաքյալը պիտի ուսեմ և ուսեմ, որ հասնիկ Քրիստոսի հասագին, Քրիստոսի նմանության, որովհետև նաև ադիկա դրված է գոչում, որ յուրաքանչյուր անձ, որ կգանչվի գսե հորս կողմ է, առանց հորս չեք կրնար ինձի կալ և առանց ինձի չեք կրնար հորս երկալ, հետևաբար այս ամբողջ աշխատանքի մեջ նաև մեր բաժինը գլա առնելու այս բոլորը, սակայն նպատակի համար։ Եվ այդ նպատակը ոչ թե բարձավես Սամոսներու մեջ ինչ գրված է, ոչ թե բարձավես նոր գդագարանը, հին գդագարանը կամ ավետարանիչներ ինչ կսեն, այլ խորքի մեջ, որպեսզի մեր հոգևոր աճումը ըստ այն ըլլա։ Այնպես ինչպես երեխայի բարակային, երբ որ երեխամը գծնի տան մեջ, ծնողները միշտ մտահոգ են, որ այդ երեխան պետք է որ աճի, պետք է որ մեծնա, հանկարծ որ չաճի, չմեծնա, ծնողները կսկսին մտահոգվել, երթան բժիշկին հարցնում եք, հարցուներ կհարցնեն, թե ինչու չի մեծնար այս երեխան։ Եվ բժիշկը նաև ինչ ունի, հատուկ ցանկ ունի, չարտ ունի, կսեն այր, երեխան այս տարիքին, այս տեսակ սերի պետք է այսինչ տեղը ըլլա։ Եվ որ այդ տեղի մեջը չէ, կնշանակե թերաջ է, պետք է որ փամ մնենք, աշխատանք մտարվի։ Հաջապուքան և կսեն չէ, երեխան փնականով գաջի, մի մտահոգիր հետևաբար։ Եվ կամ երեխա շատ ավելի գաջի, փնականեն ավելի գաջի։ Նույնպես ան հոգևոր կյանքի մեջ։ Բավարար չէ մեզի համար ասենք, մեզի համար լավ է այսքան հոգևոր կյանք կրլալը։ Մեզի համար բավարար է շաբաթը մեկ անգամ աղոտ ընելը, կամ ինչ գիտեմ, ինչպես որ հաճախ յուրաքանչյուր մարդ կպատկերացնի այդ հոգևոր կյանքը։ Բայց եմ այնպես խորքի մեջ, այդ հոգևոր կյանքի մեջ աճում պետք է ելա, պետք է որ աճին, պետք է որ մեծնան, պետք է որ հասունանան, ոչ թե բարձրապես հասունանալու սիրուն, ոչ թե բարձրապես մեծնալու սիրուն, այլ պատրաստության նպատակով։ Եվ ի՞նչն է պատրաստությունը Քրիստոսի քալուստի թիմավորության։ Այս ամբողջ նպատակը։ Ինչպես որ երեխային աճը, երեխային հասունանալը, որպեսզի կարենա այս կյանքը ապրի բնականոն ցևով, նույնպես ալ հոգևոր կյանքի աճումի նպատակը այն է, որ ըստանմ աճինք, մեծնանք, հասունանանք Քրիստոսի հասակին հասնենք։ Բարձրես չսենք, այսքանը կփավեն մեզ, չէ։ Անոնոր սերդողություններում նպատակը նաև այդ պետք է լա, որտեղ ամենակարևորը ինչպես որ այսօրվա մեր առավոտյան սերդողությունն էր Եփեսացիներու նամակի մեջ։ Գաղութեն գսե Արաքյալը, Պողոս Արաքյալը։ Ձեզի համար, այսինքն Եփեսացիներու համայնքին, որպեսզի գսե Աստված, Հայրն Աստված, Հիսուս Քրիստոսի Հայրը, ձեզի տա իմաստություն եւ ձեզի տա հայտնություն բարգեվող հոգին, որպեսի հայրը ճանչնակ, որպեսի հայրը ճանչնակ, որովհետև եթե այդ ճանաչումը չկա, գաբը, որ ուզենք ունենան, ինչպես պիտի ունենան,
Հաճախ լսած են մարդիկ ու կան և գսեն, քու մասիք լսած են, քու անունը դեմը գարտացած են, բայց քեզ չեմ դեսած, քեզ անձնավեж չեմ ճանչնար, և լավ է, որ հիմա արիթ եղավ քեզ ճանչնալու, որտեղ այդ ճանաչողությունն է, որ առավել ևս գամրաբնթե, գաբը, մդերնությունը, հարազատությունը մեր և Աստուծո միջև։ Երկրորդ, այդ ճանաչումն է, որ մեր մտքին հստակությունը գուտա, երբ որ գխնդրեմ իր մեփամը, ըստ այն եմ գխնդրեմ։ Երբ որ ես ինքը չեմ ճանչնալի պրև այդպիսին, որքան գխնդրեմ այդ խնդրանքս կարծեք կմնա օդի մեջ։ Ավելի բարձ փաստացությունը։ Երբ որ ես այսօր ողորմություն գուզեմ, օգնություն գուզեմ, եւ չեմ ճանչնար պետք եղած ծևով, որ Աստված օգնող Աստված է, ես չեմ գնար ասել այդ արդայություն, ես չեմ գնար ներկայացնել այդ խնդրանքը։ Կամ եթե նույնիսկ խնդրանքը ներկայացուցի, բայց մտքիս մեջ որովհետեւ հստակություն չկա, եւ երբ որ հստակություն չկա, կնշանակե կասկած կա։ Եվ պիտի սկսեմ մտածելու, գրնա տալ, չի գրնար տալ, երբ պիտի տալ, ինչու ուշացավ տալու, տեսեք այս բոլորը ուր գուքան, երբ որ ես պետք եղած ճանաչումը, Աստված ճանչնալու այդ շնորհքը չէ տրվածի, անորամար է, որ գաղոթե առաքյալը, եւ կսեք գաղոթեմ, որ Հայրն Աստված ցեզի դա հայտնություն բարգեւող այն հոգին, որպեսզի Աստված ճանչնակ, որովհետև քալիք օրերը, երբ որ դուք պիտի անցնիք նեղություններու, դժվարություններու կամ հաջողություններու, այդ բոլոր իրավիճակներու մեջ ծեր գաբը, որ Աստված ցեզ գանչած է, եւ ցեզ գանչած է հույսի համար, դուք կարենաք կապված մնալ այդ հույսով։ Եվ որ հույսի մասին կխոսի առաքյալը, հարության հույսի, հավիտենական կյանքի հույսի։ Որտեղ այս նեղություններու եւ դժվարություններու մեջով երբ որ անցնիք, գրնա ըլլալ, որ ծեր մեջ հույսը բացի։ Գրնա ըլլալ ծեր մեջ այդ հույսը խախտի։ Անորամար է, որ գսե Աստված որ ցեզ գանչած է այդ հույսին, եւ անով է, որ գսե Աստված ցույց տվավ իր զորությունը։ Ինչու է որ հաճախ կկասկածիկ Աստված գրնա անել կամ ոչ։ Որտեղ չունենք ամբողջական հասկացողությունը, որ Աստված ինքը ամենազոր է կամ չէ։ Ինչու է որ այսօր հաճախ կվախնանք չարեն։ Ինչու է որ հաճախ մեր մտքերում մեջ երկգույությունը կա, դուալիզմը կա։ Գարցեք այնպես մնե որ երկու համահավասար ուժեր են, չարի ու բարիի։ Որտեղ չունենք այդ ամբողջական հասկացողությունը Աստված ճանաչողության։ Եվ Պողոս առաքյալը ճիշտ այդ մասին գխոսի, միջայլոց Պողոս առաքյալի նյութը չէ մեր նյութը, բայց այսօրվա նյութը նաև պիտի կապենք։ Եվ adorամար միտքանին այն է, որ մեզ կպատրաստեն այս սերտողությունները։ Անորամար է, որ 23-րդ Սամոսի մեջ ինչ կսե Դավիթը։ Նույնիսկ մահվան շուկից ծորի մեջ եմ բդդիմ, ես չարեն չեմ բախնար։ Ինչու որ դու ինձի հետ ես, եւ երբ որ դու ինձի հետ ես, Պողոս առաքյալը կշարունակի, երբ որ Աստված իմ կողքիս է, ով կրնա ինձի հակառակ կենալ։ Ինչու հաջողության եւ կմտահոգվին գսելու համար մարդիկ մեզ համար թուղթուկիր ըրեն։ Թող որ 1001 տեսակ թուղթուկիր ունեն։ Ուր է մեր հավատքի եւ մեր վստահությունը Աստծո նկատմամբ։ Ուր է Աստծո ցույցն ու քավազանը, որ մեզ կառաջնորդե։ Ուրեմն կնշանակի մենք Աստված չենք ճանաչած։ Եվ հիմա դեսեք ինչպես կրնանք Աստված ճանչնալ։ Աստված կրնանք ճանչնալ, երբ որ մեզի դա, երբ որ խնդրենք, որ մեզի դա, անորամար է, որ առաքյալը կխնդրե, գաղոթեմ գսե, կխնդրեմ, որ Աստված ցեզի դա, ինչ պիտի դա, հայտնություն բարգեւող հոգին պիտի դա, ինչ պիտի դա, իմաստություն պիտի դա, Աստված ճանաչողությունը պիտի դա, Աստծո զորությունը ճանչնալու շնորհքը պիտի դա։ Մենք այսօր ինչ կխնդրենք Աստծուց, անգերց, գործի աջողություն կխնդրենք, բստիկ ունեն մեծ դուն փոխադրել կխնդրենք, առողջություն կխնդրենք, լավ աղջիկ, լավ տղա կխնդրենք, այո խնդրենք, բայց Քրիստոս ուրիշ բան կսորվեցնե, ավելի կարևոր բան մկա գսե այդ խնդրեցե, հոգիի փրկություն խնդրեցեք, հավիտենական կյանքի շարունակությունը խնդրեցեք, Աստծո ողորմությունը խնդրեցեք, մույսները պիտի դրվին արդեն գսեք,
Եվ անոր օրինակն է, որ Քրիստոս տվավ, անդամալույցը, երբ որ եկան առաստաղը քագեցին իջեցուցին վար։ Քրիստոս շատ լավ գիտեր ինչ կուզի այս անդամալույցը։ Գիտեր, որ ոտքերու բժշկության համար եկած էր այս անդամալույցը։ Բայց Քրիստոս ինչ տվավ։ Մեղքերը ներված ընան քեզից։ Եվ հակառակ այդ բոլորին մրթմրթացին, դրտմեցան, դժկոհեցան շուրջիները։ Ով է այս մարդը, որ մեղքերու քամություն եւ թողությունը շնորհե, որը միան Աստված ինքն կգնասյալ լավ շատ է։ Ցեզի համար ո՞րն է ավելի թույլը։ Ցեզի համար ո՞րն է ավելի կարևորը։ Մահի ջդար դունդ կնա, մահի ջդար դունդ կնա։ Բայց դունդ որ երթաս, դարձյալ մեղավոր պիտի երթաս դունդ։ Ավելի լավ է, որ նախ մաքրվիս, նախ սրբվիս, նախ նորոգվիս, վերստին ծնիս, հետո քնած պիտի երթաս, այսպես կամ այնպես պիտի երթաս դունդ։ Պիտի երթաս դունդ։ Բայց ավելի լավ է, որ մաքրված, սրբված, պատրաստված, վերստին ծնած երթաս դունդ։ Եվ այս ամբողջ բացատրություններում մի բանին այն է, որ այս սերտողությունները ըստ այնը մենք հետևենք սիրելներ, չհետևենք պարզապես ժամ մլեցնելու համար, չհետևենք պարզապես Սաղմոս այսինչը կամ այդիչը, Մատթեոս կամ Լուկաս այսպես կամ այդպես կսեին, ինչու կսեին, ինչպես կսեին։ Մեր մտքերի մեջ միշտ պահենք այն թեփքը, Հովանու ավետարանեն քաղված, ի ձնե գույրին պատմությունը։ Ի ձնե գույրին համար ինչ ասին, ով հրավ, ինչպես հրավ, այսօր շաբաթ է, չի գրնարը լալ, որ բժշկություն կատարեն, գույրը սավ, գիտեք ինչ բարեկամ։ Ես մեկ բան գիտեմ, գույրեի հիմա կտեսնեմ, ուրիշ բան ուզեք։ Այլև այլ հարցուներ մի հարցնեք, ինչու, ինչպես, երբ, ուր։ Ես մեկ բան գիտեմ, գույրեի, ես էի, որ գույրեի, եւ հիմա կտեսնեմ։ Այսօր շատ են մեր շուրջ այդպիսի մարդիկ։ Դուք մեզ է հարցնում, ինչպես հավատքի եկար, ով քեզ հավատքի բերավ։ Ինչպես է որ դարձի եկար։ Ես մեկ բան գիտեմ, գույր էի ես եւ հիմա կտեսնեմ։ Ոչ թե միայն քեզ կտեսնեմ, ոչ թե միայն ինձ ինքս կտեսնեմ, այլև կտեսնեմ Հիսուս Քրիստոսը։ Ես գույր էի, հիմա կտեսնեմ։ Եվ եթե պետք թունալ գթավանիս, կընտունիս, գխոստովանիս, որ թունալ գույր ես, հրամե երկու հոս է Հիսուս Քրիստոսը, հերու դերեր չեն Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար ամբողջ Աստվածաշունչ Մատթեանի նպատակը այս է, հրավիրե, եկեք ինձի բոլորդ ինձի եկեք, հոգնած բեռնավորված, որտեղ Քրիստոս գիտե մեր ծանրաբեռնված ըլլալը, շատ լավ գիտե, մեր մտքերը մտահոգությամբ լեցուն, ծանրաբեռնված, ինչ մտահոգություններով, որն համար է, որպեսզի եկեք ինձի, որպեսզի ցեզի տամ այդ հանգիստը։ Մենք այսօր ցավոք սրտի այդ հանգիստը տրամով կգնենք։ Այսօր տրամ գծացենք վայեկներ ունենալու, այսօր տրամ գծացենք ճամփորդություններ ունենալու, քիչ հանգստանալու, առօրյային դուրս գալու։ Բայց այդ բոլորը գանցին միայն շաբաթ, մի երկու շաբաթ, հետո ետ կվերադառնան նույն սովորականին։ Եվ անորոշ հաճախ կտշնոյինք, շատ շուտ անցավ, ետ վերադարձանք, նույն պատմությունն է, ինչ կուզեի որըլա, որտեղ այդ փոփոխությունը սիրեն արտաքին չէ։ Այդ փոփոխությունը երկիր փոխվելով չէ, այդ փոփոխությունը ներքուստ է Պողոս առաքյալը։ Ձեր մտածելակերպը փոխեցեք, ձեր ճանաչումը ըստ այնմ ըրեք, ճանչեք զասված ճանաչումը ունեցեք։ Եվ հետևաբար նաև մեր աղոթքն է եւ ամբողջ Աստվածաշունչ Մատթեանի նպատակն է զասված ճանաչումը եւ զասված ճանաչումով ինքնաճանաչումով զասված ճանաչում։ Եվ այս բոլորը ինչու են իբրև սկիզբի, որպեսզի միշտ մեր մտքերում մեջ հստակ գլա, որ երբ որ մենք սերտողություններով կհետևենք, չհետևենք պարզապես ժամանակ անցնելու, որոշ գիտություններ ցեցկելու, եթե մարդիկ հանկարծ հարցումներ հարցուցին մեզի ինչ կնեկոն, ինչպես կնեկոն, այդ հարցումին պատասխանելու շատ աղեք այդ բոլոր նույնիսկ եթե կան, բայց առաջին հերթին ամենակարևոր բաժինը զասված ճանչնալու նպատակով, որտեղ Աստվածաշունչ Մատթեանը այդ է, որ կփոխանցե մեզի, զասված ճանչնալ։ Եվ երբ որ արիթոմը աշակերտները հարցուցին, վարդապետ Հիսուսին, մեզի հայրը ճանցուր, հայրը ցույց տուր, դունաստար խոսեցար հորը մասին, հայրը ցույց տուր։ Քրիստոս կսե ով որ զիս տեսավ, հայրը տեսած եղավ, որտեղ Պողոս առաքյալը կսե, որդին գադարյալ պատկերն է եւ նմանությունն է ետնավոր հոր Աստծո։ Եվ ադորան Քրիստոսը ով որ զիս տեսավ, հայրը տեսած եղավ, որովհետև դարբերություն չկա
իմ եւ հոր միջև։ Ինչ որ հայրն է որդին է, ինչ որ որդին է հայրն է։ Այսքան որպես ներածականի, որպես Իսրայելը մանցնիկ մեր այսօրվան սերտողության, որ 82-րդ Սամոսն է, եւ մենք այսօր հասած ենք Քրեթե, Գեսը եւ քիչ մնալ անցած ենք, որտեղ եթե 150 Սամոսներ են, արդեն 150-ի կես եթե անցած են Քրեթե 82, բայց 82 Սամոսներու մեջ մենք փորձեցինք տեսնել դարբեր ժանրի, տեսակի Սամոսներ։ Այլ խոսքով կնշանակե Սամոսներ, որոնք անձնականի էին, այսինքն Դավիթ իր նեղության, իր դժվարության համար աղոթք բարձրացնել եւ իբրև Սամոս երկեր։ Օրինակի համար նաեւ Սամոսներ կային, որոնք գավ ունեին ամբողջ ժողովրդի հետ կապված երևույթներ։ Սամոսներ կան, ինչ որ այսօր պիտի փորձենք տեսնել 83-րդ Սամոսը, այս անգամ անձնաբեզ չէ, անձին հետ կապված չէ, ժողովրդի հետ կապված չէ, բայց ուրիշ խավի մարդիկ ալ եղել կան, որոնց համար է որ ուղղված է այս Սամոսը։ Եվ ովքեր են այդ խումբի կամ այդ խավի մարդիկը, որոնք կգոչվին թադավորներ, թադավոր։ Եվ երբ որ թադավոր գսենք, մեր միտքը գուկա, եթե Աստվածաշունչի շրջակիցի մեջն է, մեր միտքը գուկա թադավորած քիրքը։ Մեր միտքը գուկա Քրիստոսի պատմած արակներուն այրի կինը եւ թադավորը, որ կնշանակե մեր միտքը անմիջապես գուկա անցմը, անց, երբ որ թադավոր գսես, գուկա մեր միտքը անցմը, որ այնտեղ նստած է, սև հագած, բայց իշխանություն ունի, հեղինակություն ունի, ինչ ընելու, վճիր տալու, թադաստան ընելու, որոշում առնելու, եւ այդ նույն վճիրը, նույն այդ թադաստանը, նույն այդ որոշումը, հաջող նաեւ ինչ կրնանեն, ինչպես որ գիտեսեր Բիղադոս Հիսուսին, ինչ կսեր Բիղադոս Հիսուսին, ես իշխանություն ունիմ, քեզ խաչ բարձրացնելու, իշխանություն ունիմ, քեզ խաչեն վար իջեցնելու։ Ուրեմն կնշանակե անցմն է, որ իշխանություն ունի։ Բայց Հիսուս ինչ կսե։ Գսե այդ իշխանությունը դու չունիս։ Հայրս է, որ քեզի տված է այդ իշխանությունը։ Ոչ թե միայն քեզի տված այդ իշխանությունը, այլ նաև այսօրվան Սամոսը պիտի կա եւ մեզի ուրիշ բան մնալ պիտի ասե։ Պիտի ասե նույն այդ անձը, որ նստած է թադավորի աթորին, ինք եւս պիտի թադվի։ Ուրեմն հիշեցում է, որ ըստ այնն թունքու թադերդ տես։ Ճիշտ է, այնտեղ նշանակված է ունի իբրև թադավոր։ Ունիս այդ իշխանությունը, հեղինակությունը, իրավասությունը, զորությունը, բայց գզգուշացնե այս Սամոս 82-րդ, որ զգուշ եղիր, մի շահակորձեր քեզի տրված այդ իշխանությունը, որը դե պիտի կա ժամանակը եւ թուն նաեւ պիտի թավիս։ Որտեղ ընդհանուր երևույթը ոչ թե միայն քարի, թադաստանի, թադավորի հետ կապված է, այլ ընդհանուր երևույթը կապված է անարդարության հետ, անարդարություն։ Ադորամար, երբ որ ասված գգանչե ժողովուրդը դուրս կբերե Եգիպտոսեն, գանձնին կարմիր ծովը, գմտնեն Անաբադ, եւ Անաբադի մեջ ով է որ զիրեն կարաշնորթեր, Մովսես Ահարոն, եւ ասված թելադրեց Հոթորի ջանքով, Հոթորը ով էր Մովսեսի աներ հայրը, ըսելու համար թե Մովսես, թուն առանցինդ պիտի չգարենաս այս ժողովրդին թադը տեսնեն, բազմաթիվ ժողովուրդ է շատ են, թուն առանցինդ պիտի չգնաս գլուխել է, ավելի լավ գլա մարդիկ նշանակես, ձերև ոչ թե դարիքի իմաստով, իմաստուն այլ խոսքով, որոնք կրնան ճշգրիտ ձևով ժողովրդին թադը տեսնեն։ Եվ որ մե հետո է, որ նաև գմտնեն խոստացված երկիր, եւ անմիջապես որ Մովսեսի կհաջորդե Հեսուին կհաջորդե թադավորած ժամանակահատվածը, որ թադավորներով գարաշնորթվեր այս ժողովուրդը։ Ինչպիսի դիդրոսներ ալգրվեին այդ անձերում, առաջնորդ, թադավոր, թագավոր, ինչ որ է, այդ անվանումներուն դակ, այդ անձինք ուրիշ բան չէին, եթե ոչ
Աստուծո ներկայացուցիչը։ Մանավանդ որպես Աստուծո ժողովուրդ եւ Աստծո ժողովրդի վրա կարգված Աստուծո ներկայացուցիչը։ Որ կնշանակե թուն քեզ չէ, որ կներկայացնես այս ժողովրդին։ Թուն զասված է, որ կներկայացնես այս ժողովրդին։ Կնշանակե այս ժողովրդին թուն քու գոմե դալիք վճիրդ աստվածային վճիր պետք է լա եւ ոչ թե մարդկային։ Եվ անորամարան ինչ կսպասվեր այդ անցեն, որ մնայուն գաբի մեջ ըլլար Աստուծո հետ, որբեսի Աստուծո այդ իմաստությունը խնդրվեր, որբեսի ըստ այնմ թադերը տեսներ, որովհետև այդ անցը որքանալ ներկայացուցիչ է Աստուծո, բայց եւ այնպես չմոռնանք, որ ով է մարդ արարածն է, չմոռնանք, որ նույն այդ մարդ արարածն է իր թերություններով, իր սխալներով, իր դգարություններով, բայց երբ որ Աստված ինքը այնտեղ նշանակած է, հոս է, որ իր բարդականությունը պետք է լա, մնայուն գաբը Աստուծո հետ, հաղորդակցությունը, որ ինչպիսի իմաստություն դրվի ինձի, ըստ այնը իմ թադս տեսնելու համար այս ժողովրդի կամ այս ժողովրդի անդամներում։ Եվ անորամարան 82-րդ Սամոսի միջայլոց Թարցյան Ասաֆի կողմե կրված Սամոսն է, որ իր այս Սամոսով գուկա ներկայացնելու նույն իր ժամանակահատվածի թադավորներում, թե ինչպիսի վիճակի մեջ եք դուք ձեր այս թադերով։ Եվ Սամոսի մեջ որ կգարտանք, Սամոսը որ կգարտանք, այնտեղ կներկայացնե մեզի, որ այս երևույթը նոր երևույթ չէ։ Երբ որ կսեմ մինչև երբ այսպիսի ցևով դուք թադեր պիտի տեսնենք։ Մինչև երբ, որ արդեն կնշանակե ժամանակը ոչ թե միայն անցած է, սահմանը ոչ թե միայն անցած է, գլուխ առած կացած է, այլ արդեն կնշանակե ժամանակն է հասած, որ Աստված ինքը ձեր թադը տեսնե։ Եվ առաջին բառերը դուք լսելու, Աստված ինք գանտնած է իր երկնային ադյանին մեջ։ Աստվածաշունչի մեջ, երբ որ երկինք, երգիր բառերու կհանդիպինք, այնտեղ որպեսզի զանազանությունը տրվի, դարբերությունը տրվի երկնայինին եւ երկրավորին։ Օրինակ, երբ որ Քրիստոս կսե, երբ որ պիտի աղոթեք, այսպես աղոթեցեք. Հայր մեր, որ երկնքի մեջ ես։ Երկնքի մեջ է, Աստված ամեն ուրեք է։ Բայց երբ որ երկինք հասկացողությունը կա, որպեսզի մարդու մտքի մեջ հստակ ըլնա, որ ինքը գտիմե մեգումը, որ երկրավորի վիճակի հետ կապ չունի, որքանալ ինքը երկրավորը ստեղծած է, որքանալ ինքը ստեղծիչն է, բայց դարբերություն մկա, զանազանություն մկա երկրավորին եւ երկնայինին։ Անորամարալ երբ որ հիմա կսե Աստված իր երկնային ադյանի մեջ կանգնած է, որ կնշանակե իր ադյանը դարբեր ադյան է քան երկրավորը, իր դալիք վճիրները դարբեր վճիրներ են քան երկրավոր ադյանի վճիրները, ուրեմն ըստ այնմ իմդի ունեցեք, ըստ այնմ մոտեցեք այս խնդրին։ Բոլորը դարբեր է։ Դարբեր է Աստծո մոտեցումը, դարբեր է Աստծո թատաստանը։ Անորամարալ տեսեք, անոր օրինակը մենք կկարենք նույնիսկ Հիսուս Քրիստոսի խաչելության բանում։ Երբ որ Հիսուս Քրիստոսի հետ խաչված էին երկու ավազակներ, ըստ երկրավոր թադարանին, ըստ Պիղատոսին, անոնք վճիրը ստացած էին խաչվելու երկրավոր թադարան է։ Ըստ Քրիստոսին անոնց մեկը պիտի մտներ Քրիստոսի հետ միասին թրախտ։ Ուրեմն կնշանակե մարդու կողմը, որքի մեջ մարդու կողմը չէ, Աստուծո կողմը դրված, սակայն մարդը, որովհետև իր գաբը մնայուն չէ բահած Աստուծո հետ, անորամարան գշերվի ճիշտ ճամփեն։ Եթե գանչված եմ Աստծո ներկայացուցիչ ըլլալու եւ մնայուն իմաստություն կխնդրեմ, պիտի որ նաեւ իմ դալիք վճիրներս որպես թադավորի, եթե պետք է որ համապատասխանե Աստծո տված վճիրներուն։ Բայց որովհետեւ նաեւ հաջող իմ գաբս գթուլանա, հաջող իմ գաբս կշելի,
ինքնաբերաբար նաև արդյունքը խորհուրդներս, մտածումներս, վճիրներս ալ նաև կփոխվին ըստ այն։ Եվ անդոր ամանանիմա կգսե Աստված կանգնած է իր երկնային ադյանի մեջ թադի պիտի ենթարկե եւ թադի կենթարկե թադավորները։ Եվ կսկսի դուք մինչև երբ անիրավությամբ պիտի թադեք։ Մինչև երբ։ Որ կնշանակի այլևս առաջին անգամը չէ, երկրորդ անգամը չէ։ Արդեն բավական ժամանակներ է անցած, որ դուք անիրավությամբ կթադեք, գտիտեք, գվճրեք, որոշեք յուրաքանչյուր անձի, մանավանդ ովքեր են, որոնք կթատվին, աչարություն պիտի ընեք եւ մինչեւ երբ է որ աչարություն պիտի ընեք ամբարիշտերը։ Ենշանակի այստեղ կխոսվի գաշարագերության մասին։ Գաշարագերություն։ Ամբարիշտը, որ գնշան չարն է, իր մտածումներով, խորհուրդներով, գործերով, խոսքերով, երբ որ պիտի փորձե արդարանալ, երբ որ պիտի փորձե արդարորեն դուրս գալ կատարանեն, ինչ պիտի անեն։ Պիտի գաշարե։ Աստվածաշունչի մեջ ուրիշ բառ մը որ կգործածվի։ Գսե պիտի ծրե։ Ինչն է որ պիտի ծրե։ Ուղիղ քիծը պիտի ծրե։ Անոնամանամ նաև ուղղափառ հավատք կգոչվի այն հավատքը, որ ուղիղ է, շիդագ է։ Երբ որ այդ հավատքն է, որ գծրես գաշարագերությամբ, այլ եւ այլ խորհուրդներով, այլ եւ այլ ծրագիրներով, այնպես ինչպես ասեմ, մինչև երբ է, որ աչարություն դիտեք, աչարություն կնշանակե գոմնակցությունն է։ Մեկ կողմին համար աչք կխփել, մյուս կողմի համար ավելի աչք կգարձեք լայն բանալ տեսնելու համար թե ինչպես կրնալ, որ այս անձը թատաբարդեն, իսկ մյուսի բարակային արդարորեն ազատ արձակեմ։ Եվ կսեմ մինչև երբ է, որ անիրավությամբ եւ աչարությամբ նաեւ, որ ծեր այս ընելիքը որում նկատմամբ է, դգարին, որփին, իրավունքը պետք է որ պաշտպանեիք եւ չեք պաշտպաներ։ Արդարություն պետք է ունեք տարաբյալին, գարոդյալին եւ չգներ։ Եվ եթե հարցնենք նախ ինչու կան այս մարդիկը։ Ինչու կան դգարներ, ինչու կան գարոդյալներ, ինչու կան որբեր։ Որտեղ հաջող հետեւյալ հարցում կա մեր մտքի մեջ։ Եթե Աստված, այսպես մտածել, եթե Աստված ամենազոր է, ամենակարող է, ինչու է որ արդոնած է, որ այսպեսի մարդիկ ունեն։ Ինչու օրինակ համար հավասար չէ եղած։ Ինչու օրինակ համար հարստություն գոչված է, որ ասամ կոչը ստեղծագործության հարստությունն է միջանոց, ասեմ ցեզ։ Հարստությունը քուղը իմս չէ։ Որովհետև վերջի որ Պողոս Արաքյալը ասում ամեն ինչ ոս մի ցկեք երթանք, գնշակ ամեն ինչ երկրին կպատկանի։ Ամեն ինչ երկրին կպատկանի։ Թուն ցերկ ցկած ես կամ թուն ունեցած ես որոշ ժամանակահատվածի մեջ օգտագործելու, շահագործելու, ինչ որ ընելու, հետո ամեն ինչ հոս ցկելու եւ մեկնելու։ Ինչպես որ հոպը պիտի ասե, մորս արքանտեն մեր եկած եմ աշխարհ եւ մեր գալ պիտի մեկնիմ այս աշխարհեն։ Գնշակ այս ամբողջ հարստությունները մերը չեն։ Մենք անոնց պահակներն ենք։ Շատ ավեք, գուքանք մտածելու եւ հետեւյալ հարցումը հարցնելու։ Եթե այս ամբողջ հարստությունը կպատկանի ստեղծության, այս ամբողջ եղածին, ինչու այնպես չէ, որ Աստված համահավասար ստեղծել մարդը։ Բոլորին համահավասար։ Գիտեք ինչու։ Որովհետև երբ որ կգարտանք Ելից քրքի պատմությունը, որ ելքի պատմությունն է, գսե հիմա քեզ գահանեմ Եգիպտոսի ստրկութենեն, եւ քեզ գտանին գսե խոստացված երկիր։ Եվ այդ խոստացված երկրի մեջ գսե թուն պիտի հանդիպիս մարդոց, որոնք գարոդյալ են, դգարներ են, ասիչներ են, ադիչներ են։ Եվ տեսեք բարերը մտի գրեք։ Գսե ես թիդմամբ, անոնք հոն ցկեցի, որպես երբ որ թուն ներս մտնես այդ խոստացված երկիր, թուն անոնց հոգ տանիս, այնպես ինչպես ես քեզ հոգ տարի, երբ որ Եգիպտոսեն քեզ դուրս անեցի։ Ուրեմն կնշանակե մեր քիթին դակ եղող գարոդյալի ներկայությունը անոր համար է, որպեսզի ես օգտակար ըլլամ այդ գարոդյալին, այնպես ինչպես Աստված ինք օգտակար գլա ինձի ես իբրև գարոդյալ։
Ես օգտակար ըլլամ որփին, այնպես ինչպես ասված ինք օգտակար գլա ինձի որպես որփիս, որպես նեղյալիս, որպես տարապյալիս։ Եվ այսօր հաջող մենք ինչպես կդիտենք խնդիրը, ընդհանրակը մենք այնպես կդիտենք, մենք կօգնենք կարոտյալին, որտեղ մենք ունենք կարողությունը օգնելու կարոտյալին։ Մենք կօգնենք չքավորին, մենք կօգնենք որփին, որփեվայրին, որտեղ մենք ունենք կարող ոչ։ Մենք կօգնենք, որովհետեւ այն գիտակցությամբ, որ Աստված նախ ինք մեզ օգնած է, եւ եթե մենք ինք բահած է այդպիսի անցինք մեր շուրջը, անոր համար բահած է, որովհետեւ ես գիտակցություն ունենամ, որ ինձի եկած այդ հարստությունը, ինձ ցեք փերած, ցեք ցկած այդ հարստությունը ինչու համար է, որովհետեւ ես ալ կարողանամ օգտակար ըլլալ կարոտյալին, որփին, որփեվայրին, տարապյալին։ Առավել ևս, երբ որ այս անգամ ինձի կդրվի հեղինակություն, իշխանություն, որպես թագավորի, անոր համար է, որ Աստված քեզ մեզ յուրաքանչյուրը իբրև այդպիսի պաշտոնի, անոր համար է, որ Աստված կանչեց եւ քեզ այնտեղ թռավ, որպեսզի թունան ներկայացուցիչը դառնաս Աստուծո։ Այսօրվան աղոթքի սկիզբի մեջ ինչ ասի, ըրե մեզ այնպես որ մենք քու ներկայացուցիչները ըլլանք, որպեսզի մարդիկ երբ որ տեսնեն մեզ, քեզ փառավորեն։ Ինչպես Պողոս Արաքյալը մի տեսախորքի մեջ։ Մարդիկ երբ որ տեսնեն ծեր հավատքը, ոչ թե ասեն, օ, ինչ հավատացյալ եք դուք, այլ ծեր հավատքը տեսնելով զասված փառավորեն եւ զասված փնտրեն, ասեն համար որ ուր է այն Աստվածը, որ դուք կբաշխեք։ Եվ ոչ թե հակառակը Եվ ոչ թե հակառակը եւ ասեն, եթե այս է ծեր բաշխած Աստվածը, մենք չենք ուզեր անում։ Անորոշ է ապրեցեք այնպես որ Աստծո Սուրբ անունը փառավորվի եւ ոչ թե անարգվի։ Եվ հետո բարգսե դուք որ դանչվեցաք, դուք որ ոչվեցաք, ցեզի որ դրվեցավ այդ հեղինակությունը, իշխանությունը թադելու, ովքեր դարաբյանները, գարոդյանները, որբերը, նեղյանները, միջ այդ դուք ինչ կնեք, աչարություն կնեք, անիրավությամբ թադեր կտեսնեք, փոխանակ իբրև Աստծո ներկայացուցիչ ըլլալու երկրի վրա ժողովրդի կյանքի մեջ։ Ազատեցեք դգարն ու չքավորը, փրկեցեք զանոնք ամբարիշներուն, ցերկեն եւ ոչ թե աչարություն ըրեք ամբարիշներուն եւ անոնք ընդհանրակը, եթե նույնիսկ դարաբյալեն ավելի դարաբեցնելու անոնց կյանքը։ Վիճակ մնե որ իմիջալոց մինչև այսօր մարդկությունը դակավին գդարաբի։ Ինչ են? Անարդարություն են, անիրավություն են եւ ամբարիշտության շահություն են։ Եվ անոր համար միշտ կմտածենք ասելու համար թե այս անարդարությունը մինչև երբ։ Եվ անոր մեկ պատկերը գա, որ տեսիլքի ճամփով դրվեցավ Հովհաննես Ավետարանի ճարակյալին։ Հայտնություն Հովհաննես քրքի մեջ կգարտան։ Դեսա գսե զոհասեղանը եւ այդ զոհասեղանի տակ գսե գային հոգիներ, որոնք կաղաղագեին երկսեին մինչև երբ դեր մինչև երբ պիտի համբերես եւ մեր քադը երբ պիտի տեսնես մինչև երբ եւ շարունակի խոսքը մինչև որ ամբողջանա թիվը ընդրյալներու ուրեմն մինչև այդ թիվի ամբողջացումը դակավին կնշանակի ժամանակ մը գա բայց մինչև այդ ժամանակին լրումը ինչ բանի գարիկը կա համբերության որովհետև բահեր գրնանք որ մեր համբերությունը կորսվի մեր համբերությունը տկարանա եւ ով որ Քրիստոսի խոսքերով եւ ով որ մինչև չկարենա համբերել պիտի չկարենա հրգվի 24-րդ Մատթեոս Ավետարանչի 24-րդ գլուխ ավարտին ով որ մինչև վերջ համբերե անե որ պիտի հրգվի եւ ինչպես կրնամ համբերել երբ որ տեսեք ինչու գաբեցի առաջին բաժինը որ խոսեցա ինչու գաբեցի կամ գուզեմ գաբել ինչպես կրնամ համբերել երբ որ չունին ճանաչումը զասված ճանաչումը Աստծո ծրագրին ճանաչումը Աստծո գիտության ճանաչումը երբ որ չունին պիտի չկարենամ նաև այդ համբերությունը ունենալու
Եվ հետապար ոչ ուղեղս է, դուք ասոր համար գանչվեցակ, որպին, որպի վայրին, դգարին, անգյալին, նեղյալին, դարաբյալին հոգ տանելու, բայց ոչ գիտեք, ոչ ալգա հասնալ, ինչը չեք գիտեր։ Աստծո միտքը չեք գիտեր։ Ճիշտ է ցեզ գանչած է, ցեզ նշանակած է այնտեղ այդ իշխանությանը թեղինակության։ Բայց դուք չեք գիտեր իր կամքը, չեք գիտեր իր ծրագիրը, չեք ճանչնար զինքը, չեք ճանչնար եւ նաեւ չեք կրնար հասկանալ զինքը ինչու պատճառը ինչն է։ Որովհետեւ խավարի մեջ կխարխափի։ Հովհաննես Ավետարանի չգսե։ Լույս աշխարհի եկավ։ Բայց մարդիկ խավարը ավելի նախընտրեցին, որտեղ իրենց գործերը չար էին։ Ուրիշ բան չկա պատճառ։ Ինչու չեն գնար իրավունքը պաշտպանել, ինչու չեն գնար դարաբյանին իրավունքը պաշտպանել, որփին, որպե վայրին, նեղյալին, ինչու չեն գնար պատճառը ինչն է, գիտությունը չունի, որպես թատավորի, չէ, ուսանած են, ավարտած են, փորձառություն ունին, բայց ուրիշ բան մգա, խավարի մեջ է որ կխարխափեն, եւ խավարի մեջ խարխափել, դեք ինչի պատկեր է խավարի մեջ խարխափելը, գուրության, երբ որ գույր ես, ինչպես գքալես, խարխափելով, անոր գսել խարխափել, շոշափել, որ հանգար չզարնվիս, եւ արդեն ասել ուզե, որ ինչ եք, գույրեր եք, եւ որովհետեւ գույրեր եք, գույրը չի գրնար տեսնել, ինչը, լույսը, անորամարակս է եկեք, որպեսի փանան ծեր աչքերը, որպեսի կարենակ տեսնել լույսը, բայց ինչու է որ խավարած է լույսը, ինչու է որ խավարած է միտքը, ինչու է որ խավարած է հոգին, դեր չարության մեջ եք, որտեղ ցեզ համար ավելի հաճելի է չարություն անելը, եւ adorամար Ավետարանի չգսել, եկավ լույսը աշխարհ, բայց խավարը ավելի նախընտրեցին մարդիկ, որտեղ իրենց գործերը չար էին, եւ ցեզի հետ ոչ թե միայն դուք, այնել ցեզի հետ աշխարհը կդանիք գործանումի, եւ Քրիստոսի խոսքերն են, չէ, ինչ կսե Քրիստոս, Քրիստոս ինչ կսե, գույրը գույրին առաջնորդ, երկուքը երկան խոսը, եթե թադավորը գույր է, ժողովուրդը արդեն գույր է, բայց թադավորն է, որ իր աչքերը բաց էին իմաստությամբ, մտքի լուսավորությամբ աստվածային, պիտի առաջնորդել գույրը թեպի ճշմարիտ ճանապարհին, բայց որովհետև ինքը գույր է, գույրը գույրին ինչպես առաջնորդել է, որտեղ ոչ թե միայն դուք, այնև ամբողջ ժողովուրդը պիտի դանիք ցեզի հետ գործանումի, եւ ես կսեմ, դուք որ աստվածներ եք, եւ որ դուք փարսյալի որդիներն եք, սակայն դուք ալ պիտի մերնիք ովևէ մարդու պես, հողի պիտի վերածվիք ովևէ իշխողի պես։ Առաջին երկու դողերու բացատրությունը դուք որ աստվածներ եք, դուք որ փարսյալի որդիներն եք կոչված որպես այդպիսին։ Իմիջայլոց այս խոսքը դուք որ աստվածներ եք, Քրիստոս գմեջբեր է իմիջայլոց, Հովանու Ավետարանի մեջ։ Արիթոմը, երբ որ Քրիստոս իր Աստծո որդի լալու հանգամանքի մասին խոսեր, եւ հանգարց օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները եկան եւ ասին, «Դու քեզ Աստծո հավասար գտասես, որ հայհոյություն է դրածած»։ Եվ Քրիստոս այս դողերը գմեջբեր է։ Բայց կսե չէ որ ծեր օրենքի կրկի մեջ ըսված է, որ օրենքի կրկի մեջ, Սամոսների մեջն է։ Որտեղ Իսրայելի ժողովրդի համար, Եբրայեցու ժողովրդի համար նաև Սամոսները օրենքի քիքերը ամբողջ գազմին մեջ կպարփակվի։ Գսե բայց չէ որ ծեր օրենքի քիրքի մեջ ըսված է, բայց դուք աստվածներ եք։ Եվ շարունակությունը փարսյալի որդիներ կոչված ըլլալու եք։ Այդ դողերը ասելը օքեյ է ցեզի համար։ Բայց երբ որ ես կսեմ, որ Աստծո որդին եմ, եւ իմ այս ըսածս ցեզի համար կդառնա հայհոյություն։
Իսկ դուք որ դուք ցես այդպեսին կներկայացնեք, որտեղ ովքեր որոնք թադավորի աթորին կնստեին, այդպես կջանցվեին, որպես աստվածներ, որպես փարսիալին որդիներ, այլ խոսքով Աստծո ներկայացուցիչը երկրի վրա։ Այս ուր է գսեց ծեր պարտականություն։ Եվ ադոր ամարալ ինչ կարտած Քրիստոս։ Մատթեոս ավետարանի 23-րդ գլխում մեջ։ Վայ ցեզի իժերու ծնունդ կերծավորներ։ Դուք որ Մովսեսի աթորը նստած եք, թադավորի աթորին, բայց փոխանակ օգնելու մարդոց, ձեր մադի ձայնով օգնելու այդ փերը, որ գտնեք անոնց ուսերում, ձեր մադի ձայնով չեք օգներ, որ մարդիկ այդ փերը տանին։ Եվ այստեղ ուքա ևս է, դուք որ գոչված եք այդպիսին, բայց երբևիցե ձեր գոչումի մեջը չեք, հետևաբար ինչպիսին մի դիլակ, պիտի մերնիկ այնպես ինչպես ոյ մեկ անցմարդ է, որ կմերնի, և պիտի հողի վերածվի այնպես ինչպես ոյ մեկ իշխողի բարակային։ Այսին չգարցեք, որ դուք եթե գոչված եք այդ պաշտոնին, մնայուն հոմ պիտի լակ, և դարօրինակ ծևով երեք, բրբդումներ գնեի և 1989 թվականի օրինակները մեկների միջայից բայց բոլոր բռնադերերու վիճակը նույնն էի միջայից 1989 թվականի Նիկոլաու Չաուչեսկո Ռոմանիայի նախագահ բռնադեր երկաթյա թաթով ճիշտ քանի ժամ առաջ ինք հրահանգ ուտար և քանի ժամ հետո հրահանգ ստացավ, որ պետք է սպաննվի։ Եվ ինչպես սպաննեցին, այնպես ինչպես ոյ մեկ մարդ կսպաննվի, այնպես ինչպես ոյ մեկ հողեղեն արարած հողի կվերածվի։ Քանի ժամ առաջ տուն հրահանգ կուտայիր, որ կնշակե հիմա քանի ժամ հետո, այդ հրահանգները հանգարց կրնան փոխ։ Ուրեմն իմդի ունեցեք կսե, դուք որ նստած եք այդ աթորին, չլա այնպես մը, որ ծեր վաղճանը, բար սովորական վաղճան մլա, որ սական թեպի գործանուն գտանից ես։ Ըստ այնմ ինչ բանի որ գոչված ես, ըլլալու փարսիալին որդին ներկայացուցիչը Աստծո երկրի վրա, ըրե այնպես մը, որ ավարտին հաշվետվության բահուն, ինչպես տուն այդ աթորին վրա նստած հաշիվ դպահանջեի մարդոցնե, հիմա պիտի կա վահը, որ քեզ մեկ հաշիվ պիտի պահանջի, որ գնշայ թունքու այդտեղ գեցությունըդ մնայուն չէ, պիտի կա ժամանակըդ, այնտեղ մնայուն չես, ոյ մեկ թադավոր այնտեղ մնայուն չէ, ոյ մեկ նախակա այնտեղ մնայուն չէ, ոյ մեկ գայսր այնտեղ մնայուն չէ, ոյ մեկ մնայուն չէ այլ խոսքով, Հետևաբար ըստ այնմ մտածե և հերակրական օրեն այս ամբողջ սերդողություններու ավարտին գսե եթե երբեք յուրաքանչյուր անձ որ կգանչվի պաշտոնի ինչպիսի պաշտոն որ ալլա լավ գլա որ այս Սամոսը քոնե քանի մարիտներով գարտացվի գարտան ըստ այնմ մոդենալու իրենց դրված պաշտոնի Որտև այսօր ցավոք սրտի, այս ամբողջ եղածները ուրիշ բան չեն, եթե ոչ ճիշտ այս Սամոսին թրսևորումն են, կաշարագերությամբ, աչարությամբ, ամպարիչներուն ավելի արիտ տալու, չարին ավելի արիտ տալու քան թե դերը պաշտպանը լալու որպին, որպեվայվին, դարաբյալին, նեղյալին, և գսեսական մի մորնար, այս է, որովհետև Աստված ինքը կանգնած է երկնային ադյանի մեջ և ի վերջո ինչ կսե, ով Աստված եգուր և թուն թադ է աշխարը, որտև այս մարդիկը, որ գոչված են, կանչված են, նշանակված են թադավորի աթորին, չգրցան ժողովրդին թադը տեսնեն։ Ընդհակառակը, իրենք գույրեր առաջնորդեցին ուրիշ գույրեր և բոլորով միասին կացին թեպի գործանունի։ Հետևաբար կխնդրել, ով Աստված եգուր և թադե աշխարը, որովհետև բոլոր ազգերը քեզի է, որ կպատկանի։ Տեսեք, թագավորին չեն պատկանիր, թադավորին չեն պատկանիր,
Ո՞ե մեկուն չի պատկանի այս ազգը, ո՞ե մեկ ազգ, ո՞ե մեկ ազգ։ Եթե կգարձի դվյալ նախագահը, դվյալ թագավոր, դվյալ վարչապետը, չգիտեմ ով, այդ երկիրը իրն է, եթե այնպես կգարձի, որ այս ժողովուրդը իմն է, չէ։ Սամուս 2 նստակ ունենք ուկա եկսե, որը դե ամբողջ ազգերը, ժողովուրդները քեզի է, որ կպատկանի։ Եվ որովհետև նաև դու թադաստաններդ արդար ու ճշմարիտ են, անորամալ կխնդրենք, որ կաս, շուտով կաս, և թատես ամբողջ աշխարհը ու արդար թադաստանոտ։ Բայց հանգարց շլատ է այդ արդար թադաստանի ճամփով գործվին, որովհետև եթե արդար է, Աստվածաշունչը գսե, չկա մեկ իսկ արդար, որպեսզի արդարանա Աստծո թադաստանին։ Ուրեմն ինչ ենք գնել։ Ներսես շնորհալի հայրավետը գսե, արդարությամբ մի թադեր։ Գիտեմ, որ արդար թադավոր ես, բայց արդարությամբ մի թադեր, քթությամբ, ողորմությամբ, քավե մեր հանցանքներ։ Աղոթենք։ Ով երկնավոր Հայր, այնքան կպատճաճի մեր այսօրվան սերտողության այս Սաղմոսը, մեր այսօրվան իրականության, մեր այսօրվան ապրած կյանքին, ուր որքանալ թադարաններու մուտքին կա այդ գշիրը, բայց միայն թուն գիտես, թե այդ թադարանները ներս, ինչպիսի անիրավություններ, ինչպիսի աչարություններ, ինչպիսի կաշարագերություններ է, որ դեղի կնենան։ Այո, թուն ուզեցիր, որ մարդ արարածը թարնակ ու ներգայացուցիչըտ, իր նմանին, մարդկության։ Բայց ցավոք սրտի, այնքան ադեմ, որ խավար ավելի գնախնդրենք, այնքան ադեմ, որ խավարի մեջ կխարխապենք, հագարակ, որ լույս աշխար եկավ, ու միազին որդիդ ղրգեցիր աշխար, իբրև ճշմարիտ լույս, բայց մարդկությունը, մարդը, մենք, մեզ մեր յուրաքանչյուրը խավար ավելի նախնդրեցինք, որովհետև մեր գործերը չար էին, բայց քո ողորմությամբ նայիր մեզ մեր յուրաքանչյուրը։ Քո ողորմությամբ նայիր եւ մանավանդ քո ողորմությամբ նայիր քավե ներեն մեր հանցանքներ։ Այո, գխոստովանին, կտավանին, որ դու ես ճշմարիտ ու արդար թադավորը, բայց քո այդ արդարությամբ ոչ ոք կրնա փրկվի։ Անոր համար գաղութենք եւ կխնդրենք, որ քո ողորմությամբ նայես մեզ մեր յուրաքանչյուրը։ Եվ շուտով կաս, ինչպես դու ինքդ խոստացար ասելով, շուտով կգամ, եւ մենք կպատասխանենք ասելով, շուտով եկուր Տեր Հիսուս։ Շուտով եկուր Տեր Հիսուս։ Բահաբան ամենայնի Քրիստոս, աչքո ողանի, լիցի վերամերի դվե եւ իքիշերի, ինստիլիդան, իքնալի ճանապարհ ինընչել եւ իհարնել, զինի երբեք սասանեցայց եւ ողորմյա քո արարածուց եւ մեզ սպասնողացես։ Ամեն։